Հանրապետական կուսակցությունում այդ տիպի քննարկումներ չի գնացել Կադրային, Անդրեսյանի հետ կապված անհատական մարդիկ են, որոնք անձնավորությունները, որոնք հակասությունների մեջ են, իսկ կուսակցությունում այդ տիպի քննարկում չի գնաց, որովհետև եթե հասունանում է արդեն մարդուն տեղափոխելու եւ այլն դա կապված է կուսակցական, չգիտեմ, քաղաքական խնդիրների հետ, կուսակցությունում քննարկվում է։ Այդ տիպի քննարկում կուսակցությունում չի եղել։ Դրանք խոսակցություններ են, անհատների կարծիքներ են, ես չգիտեմ, վաղամից որ կարող ձևավորվի քննարկման առարկա դառնա, այսօրվա վիճակով չկա այդպես քննարկում, որ քննարկվի Կարեն Անդրեսյանի մնալ չմնալու կամ տեղափոխելու կամ ինչ-որ հարցեր։ Այսինքն զուտ պատահականություններ այդ լարվածությունից հետո հրաժարականի դիմում։ Դե գիտեք ինչ կա, չեմ կարծում, որ պատահականություններ, եթե հանրապետական կուսակցության անդամները հայտարարում են հրապարակային, ուրեմն կա ինչ-որ հիմքեր, բայց քննարկվում չի գնացել։ Դրանք իսկ քննարկումի չի համարյա, որ վերջի մարդիկ են խոսում են հրապարակային ասում են, բայց այդ ամեն ինչը պետք է հիմնավորվի։ Դերասել եւ Կարեն Անդրեսյանին եւ մյուսին կարող է Կարեն Անդրեսյանը դա կապի կուսակցության հետ։ Դա չի նշանակում։ Ես գիտեմ, որ հանրապետության նախագահը կուսակցության այն մարդիկ, որոնք որոշում են, ամենանդեպս իրանք ավելի լիազորություններ ունեն որոշում կայացնելու, այդ հարցը չեն շոշափել դեռևս։ Դա, այսպես ասած, հում վիճակում է։ Կարեն Անդրեսյանի հայտարարությունը դեռևս հիմքեր չունի։ Ձեր կարծիքն էլ, հա, Պարոսավերը։ Այս հարցի հետ կապված ինչ կարծիքն եք։ Միարժեքորեն կարծում եմ հետևյալը, հնարավոր չի, իհարկե ես չեմ համոզված եմ, որ հանրապետական կուսակցությունում պաշտոնապես օրակարգով քննարկումներ չի եղել։ Սակայն դա չի նշանակում, որ հանրապետական կուսակցության ղեկավարությունը, անհատները, որոնք այսպես ասած այնքան հզոր դիրքեր ունեն, որ նրանց ասածը բազմաթիվ քննարկումներից ավելի մեծ քշիր ունի։ Եվ բնական է այստեղ տեղի ունեցել որոշակի անհատների դրվել է հարցը բնական է ոչ ոք Հայաստանում նամանավանդ հենց այնպես հրաժարական չի տվել։ Հրաժարականի պատճառ պետք է լինի, այն էլ այդպիսի կարևոր տեղից, եւ բնական է այդ պատճառը կապված պետք է լինի հարաբերությունների հետ։ Կարող է դա չի վերաբերել ամբողջ կուսակցության գծին, քաղաքական գծին, այլ վերաբերվել է կոնկրետ 1-2 անձանց հարաբերություններին, առավել ևս, երբ որ իրավունքների պաշտպանության հետ կապված ստիպված ես լինում հաճախ, այսպես ասած, ուղղակիորեն առնչել իրավունքը խախտող անձի հետ։ Բնական է 1-2 անձի կպել է, նրանք են հեղինակավոր են եղել, բնական է ինչ-որ բան ա եղել, դրա պատճառով էլ նա ստիպված հրաժարական։ Ուրիշ բացատրություն ես չեմ կարող։